Սա արդեն քարոզչություն չէ, մեկ ալիքով։ Սա մեդիա ջրհեղեղի պլան է։ Caucasus Chronicle-ի հրապարակած փաստաթղթերում, որոնք ներկայացվում են որպես ռուսական հատուկ ծառայությունների արտահոսած նյութեր, կա առանձին բաժին՝ մեդիա ալիքի կոնցեպցիա։ Նպատակը գրված է թվով, օրական հասնել 200,000 եզակի օգտատիրոջ։ Այսինքն ոչ թե մեկ հարցազրույց, ոչ թե մեկ լուր, ոչ թե մեկ Facebook-յան գրառում, այլ նույն միտքը տարբեր տեղերից լցնել մարդու վրա, մինչև նա սկսի մտածել, որ սա արդեն ամբողջ հասարակության կարծիքն է։ Փաստաթղթերում նշվում են հեռուստաալիքներ, կայքեր, թերթեր, Facebook-յան էջեր, YouTube-յան ալիքներ և Telegram-յան ալիքներ։ Նշվում են news.am-ը, 5-րդ ալիքը, փաստը, 24news.am-ը, aravot.am-ը, hayeli.am-ը, fort.or.am-ը, orer.am-ը։ Նպատակը միայն լսարան հավաքելը չէ։ Նպատակը նույն պատմությունը մի քանի աղբյուրից կրկնելն է։ Միտեղ փորձագետի լեզվով, միտեղ լրագրողի հարցազրույցով, միտեղ քաղաքական գործչի հայտարարությամբ, միտեղ Telegram-յան inside-ով։ Իսկ հետո մարդը ասում է. բոլորը նույնն են ասում, ուրեմն ճիշտ է։ Այդպես է աշխատում մեդիա ալիքը։ Փաստաթղթերում նաև նշվում են հանրային կարծիքի առաջնորդներ՝ Անդրանիկ Թևանյան, Էդմոն Մարուքյան, Երվանդ Բոզոյան, Դերենիկ Մալխասյան, Հայկ Նահապետյան և այլ անուններ։ Այս մարդիկ տարբեր տեսք ունեն, տարբեր լեզու ունեն, տարբեր հարթակներից են խոսում։ Բայց պլանում նրանց դերը նույնն է՝ տարածել կենտրոնական